Դետալների մեջ ես խորանում, ես ասում գլոբալ ախպեր, կարող է մեծամասնությունը համաձայն չի գլոբալ սինք եղած աշխատի, համակարգված աշխատի ստրուկտուրերով ընկեր ուսերեն ասած աշխատի, մի հատ էդի հասկանանք սարս համաձայն ենք թե չկրտում ենք դրան, հետո որոշեք է ստրուկտուրայի մեջ, որ քյարքուչը որտեղ ալնում։ Հրաչ կապի մեջ ես խշխշ։ Ջան, եկանք ես տեղ ապեր։ Հրաչ կապի մեջ ես, հրաչ։ Դե ապացություն եկել ենք սանուշ ջարդելու։ Լրիվ տրամվայ սպասելիս ես։ Դե ապացություն բոլորին դեմ ենք։ Չէ, արմատուրեն տուր, էդի պետք Ախպեր բահով գնա։ Չէ, ախպեր, արմատուրեն տուր, ուր չեմ ասում։ Ասեն ձեղը ծավալու է, ամ։ Չէ, ախպերը զոր սենց Ախպեր Ջազը մի հատ ախմախ հատկություն։ Ռոշերախոսը։ Հա։ Որ շատ ֆիլմ են որ նվագում են, շատ նման ջազ է։ Ով լավ չի հասկանում։ Իրանք թվում է որ ջազ են նվագում։ Էստրադան շատ է խաղում։ Դա Այն տրիոն առաջի տրիոն էր, որը ջազ էր նվագում։ Հետո դարած կվարձ էր։ Ինչև եք նենց հիպային կան խմբեր, որոնք նման են նվագում։ Ջազանման խմբեր։ Եկը վերազուգանում ես իրանց դերձի հետ համաձայն եմ, որովհետև այդ բազմաչարչար ջազ բառը հանգիստ ամեն ինչ արդեն ջազ է։ Միակ ջահել աշիկ նստած է ռուս-ուկրաինական պատերազմում, որ դրոնները ամենամեծ կիրառությունն ունեն, խոցումների 75%-ը արդեն բաժին անգնում միայն դրոններին։ Հրետանի, զինվորը զինվորին, տանկը զինվորին, հրթիռը զինվորին։ Միակ ջահել աշիկ նստած է ես ջազ을 եմ սիրում երկել, որ հարցնես քանի մեղեդի գիտես ջազի, կարող է մեկ-երկու ոչ ավել։ Ջազ բառը շատ է հիմա բանը։ Ջազը ամեն մեկի բանը չի։ Չէ, դա ապրելակետ ու երևի մտածելակետ։ Բրուսովի հավիճում Երիակ ես ջազ բառը։ Առաջին ջազ Աներալոգիայի պարկա։ Աղապանքի տեսարանը լի։ Ատես չէ, այս է։ Այ։ Դեկարի։ Ապա ես երբեք ուշացում եմ։ Խղճով եմ աշխատեցել։ Հա, լրը ֆուտբոլոգի։ Կերեն արմատուրեն։ Ինքը մտնում առաջ տալով նայում է, որ կալորիա պետք է քաշի։ Ես ոնց է սամոթանի դրան։ Եղել է փյուղը, ինքը դայրետ գտնում է մեր ցանցի տալի։ Ինքը չի գնում չէ, չնայած Լոգին դիմի։ Բա, լոգինի կամերային մեջ։ որը կամերան ինչ-որ հիմար բան։ Բաղունի, որով որ դու բացեն իսրայելացի մաս կգտնեն։ Դրա համար չէ իրենց սերվեր չեն կանում, Հա, այստեղ ոնց որ հաստատությունա որ դες համենված է արժեքապատյամորի տեխնացուների ցուցակի, վարչապետի տեխնացուների ոնց որ ընտրության կարգը։ Ընտրելու հնարավորություն ունեցող անդամներ առաջերին ով կարա ընտրի։ Արժեքապատյամորի ընտրելու հնարավորություն ունի շարժման յուրաքանչյուր անդամ, ով քաղաքացի է չափահաս, չէ, ասենք 18 տարեկանից փոքր ու ոչ քաղաքացուն։ Ոչ քաղաքացուն օքեյ, չէ, որ շարժման անդամ է, բայց քաղաքացի չի, չթողենք մեր ներքին ընտրությանը մասնակցի։ Ասում եմ ես համակիրներ ունեմ, հա, թեկուզ երբ քո այդ համակարգում դրել են 4%, բայց համակիրներ ունեմ, այդ համակիրները ամեն օր գալիս են, հիմա չեմ ասնի, ախպեր, բայց ես պրոցեսների մեջ մասնակցում եմ, իմ թիմը ոնց որ սովորում է, ի՞նչն է խնդիրը, ի՞նչ ես ուզում։ Խնդրոր եմ ուզում ապրել, ոչ մի բան, ուզում եմ նույնը չեմ։ Այո, խնդիրը հետևյալն է։
որ քո հարցումները ցույց չի տալու։ Խնձորում էի կապել։ Քո հարցումները ախպեր ցույց չի տալու, որ տիպը մնացած իրար հետ կրվում են կամ կրվում են։ Հարցումները նես տվերա ցույց տալու, որ ոնց որ իտոգում սաղել հիմնավոր առնելու, որ սաղել մասնակցեն, ասել են ախպեր, ինչ եք ուզում։ Եթե նենց է վիճակը, որ հենա Նիկոլա ընտրվում է պալուբոմում։ Թողեք ռաղանքը։ Ես կարող 4% հավքում եմ ախպեր, մի ամից ստացվում է մոտս։ Բայց պատկերացրու սարարություններով մինչև մեկ կատարվող մի 10 ուժի։ Հա, ինչ ախպեր։ Այդ ինչ անեն։ Սախորպես այդ մեկը թող փորձենք իրար։ Իսկ որ բոլորին դեմ եմ եղավ այդ մեկը։ Դա լուրջ հարց է, մենք պետք է մտածենք ասում։ Այդ նույն բանը անելու ես։ Մենք չենք կարա միանանք բանի պատճառով մեր ձևաչափի, եթե մենք կլինեինք խոսքի աճ պահպանողական, կոչ կանեինք ուրիշ աճ պահպանողական։ Մայիսի 28-ին ինքնաբացարկների օրն է ախպեր։ Դա ինտուիցիոններից 10 օր առաջ է։ Պարզ է 10 օրում է կարող բան փոխվի։ Բայց 10 օր առաջ դա կարող է իրականում հավայի արգումենտ այն իմաստով, որ մեկը ընտրությանը գնալու են խոսքի թիվներն էլի, իշերով թիվը եկալ են ընտրել, խոմ չեմ բացել ցուցակի մեջ ահումներ կարդան։ Ապա երկու բան կան, մեկը վարչապետ, որը պատասխանատվություն կստանձնի, մյուսը թին, ովքեր բանից չի թռնի։ Ոնց որ չի ծախվի, ես չի անի։ Դաժե իմ ընտրությունը ըստ վստահելիության առնելու, ոչ թե լավ խոսալու։ Լավ խոսացողը կարա առանց այդ ցուցակում է մինչև վերջ խոսա։ Ախպեր էլի ըստ վստահության է, բայց բարձր ըստ վստահության է, բայց մեկը ոնց որ ինչ որ ցուցակ է, չէ՞։ Ոսկի պետք է մարդը ընտրի, չէ՞, քեզ է շատ վստահում, թե ինձ է շատ։ Ինչի մարդը դինտրի մեզ։ Ինչ հարց է իրան տալու։ Ոչ մի հարց, նայեք։ Որ անենք հավելված իշխան հաստատ մանդատը վայր կդնի այ դրա։ Այ դրա համար։ Իսկ այս բողոսը ոնց որ նենց է խոսում, որ կարող է չդնել։ Քո ֆինանսական ծրագրերի համար չի ընտրելու, չէ՞։ Հանդիպման գնացել, հանդիպման մի հատ մարդ կար։ Այն ինչ պատկերացում ունենք ախպեր մենք ապակենտրոնի մասին, սաղից պատկերացումը սխալ է, որովհետև ապակենտրոնի նախարարին այն չի, որ ով ինչ ուզում է անում է, ապակենտրոնը ամենաառաջի հերթին ստրուկտուրա է, որտեղ ամեն մեկը գտնում է իր տեղը։ Հիմա այդ մարդկանց պետք չի դժգոհել, պետք չի ասել այդ մարդիկ ոչ մեկ գործ չի անում, չգիտենք ինչ անենք եւ այլն, որովհետեւ մարդուն դի տաս իր հստակ տեղը, դիրքը քո քարտեզի մեջ, ասես դու այս ինչ բանն ես անում, այս ինչ բանի համար ես պատասխանատու։ Հակառակ դեպքում, եթե սինխրոնությունը չկա, համակարգը չկա, այդ մարդիկ գալու են ասեն ինչով օգնենք, ախպեր, կարող է պետք է մի հատ կոֆեի բաժակ բերեմ հետս, կարող է պետք է մի հատ լույսի փողը մուծեմ, այսինքն թասքեր ալնեմ, այսինքն ինչ որ կենցաղային լեվելի հարցեր են այդ մարդիկ լուծելու, որոնք իրականում իմ կարծիքով պոտենցիալ ունեն ավելի լուրջ հարցեր լուծելու։ Ես սրան ինչով եմ հանգել, ախպեր, տեսել եմ այդ խմբերի մեջի աշխատանքը, քո ասածին եմ համաձայն դիկտատոր նշանակելով, ուղղահայացնել եմ համաձայն, բրգազովինել եմ համաձայն։ Խնդիրը դրա մեջ չի, խնդիրը նրա մեջ է, որ անդամները ներգրաված ունեն, նրանց լավ զգան, որ իրանք գործ են անում։ Այ ասածը, քո ասածը եւ այլն ներդրելով, ես միակ sense ուզում եմ փոքրիկ այդ համակարգին վերաբերող առաջարկ անեմ։ Նախ, այս մեր սաղ արածները, չաթը եւ այլն հաշվի առնելով, ես պրինցիպի առանձնացրել եմ 8 ուղղություն, որով մենք աշխատել ենք եւ աշխատելու ենք մինչեւ հունիսի 7-ը։ Ու առաջարկս հետեւյալն է, այդ սաղ 1000 սապ չաթերը եւ այլն նաեւ այդ իմաստով խմբավորել, պլյուս կազմակերպչական իմաստով ավելի հասկանալի լինեն Telegram-ի թիմերի մասով, որ շատ մանր բաներ չլեն, որ հետո պարապ չունեն այդ թիմերը, բաժանել ընդհանուր 8 ուղղությունների։ Դետալներին ես ասում։ Ես ասում եմ ընդհանուր համակարգ դնենք, թե չդնենք, եթե որոշում ենք դնենք, նայեք, սարքում ենք սրա ցանցը, ինչքան ուզես բոլոր մեջը կավելացնես, եթե ստրուկտուրան ճիշտ ձևով դրածնես հիմքից, որ վաղը 100 հոգի մեր համար մարդ աշխատի։ Ես քեզ փորձեմ։ Հիմա էդի ուզում եմ ասեմ, եկեք մի հատ որոշում կայացնենք ախպեր, ստրուկտուրան սարքում ենք թե չէ, համաձայն ենք ախպեր խոսքի։ Սինքեղած ստրուկտուրայով աշխատում։ Ինեմ ես բարձ բան ասեցի։ Ոնց որ իմ ասածը հասկանալի է։ Թե ես քեզ հրաչի հարցը, բայց մնաց լուծված, այսինքն այդ հա հրաչի հարցի բանն է։ Կայացնող ալնի ստրուկտուրան ստարտվողն է կլինի ախպեր։ Ապա որոշում կայացնող կլինեն, այդ մարդկանց հետ կորոշենք ստրուկտուրան։ Հիմա եթե ես չեմ ուզում, ստա այս թմերը որ sense գրել ենք ախպեր, եթե այս խոսքի մարդկանց ներգրավում եւ ներառում խոսքի, այդպես չաթեր կայի, չէ՞ երևի։ Եթե չաթ ինձ պետք չի ախպեր, հագեք։ Անկապ չաթ է դա ախպեր։ Մենք գիտենք մեծ հաշվով մարդկանց ում որ պետք չի թասկեր տալ, որպեսզի իրանք ինչ-որ բան անեն,
ովքեր ինչ որ vision ունեն, թե ոնց այս պրոյեկտը պետք է հաջողության տանել, ովքեր ինչ որ մենեջմենտական կարողություն ունեն ու համել ժամանակ են ուզում տնեն այդ կարողությունը դրսևորելու համար։ Այս փուլից հետո ես կարծում եմ, որ մեզ դեգրադացնելու է, եթե մեր շտաբային աշխատանքը շարունակի մնալ այդ ապակենտրոնության սկզբունքով։ Դա բերելու է ավելի շատ բարդակի, քան անկախության։ Իտոգում ամիս ու կես 2 ամիս հետո մենք փոխանակ լիքը առանձին հաջողությունների սկսելու ենք ինչ-որ ծանր քննարկում, բալավ ով էր մեղավոր, որ սենց վատ եղավ։ Ես կարող եմ ինչ-որ բան մինչև վերջը հասկանամ, բայց ես համաձայն եմ, որ պետք է լինի աշխատողում ու որոշողներ, այն մարդիկ, որոնք արդեն սկսել են որոշում կայացնել ու գործ անել, իրանց ներդրումը պետք է ճանաչվի պաշտոնական ձևով ու պիտի լինեն այդպես մարդիկ, որովհետև անարդյունավետ է, երբ որ չկա պատասխանատու, ես դրան համոզակույց համաձայն եմ։ Ինչքան էլ ես կողմնակից եմ դեմոկրատիային եւ այլն, բայց մենեջմենտի մեջ դեմոկրատիան չի աշխատում։ Ասում դիկտատորներն չեն։ Ես որպես դիկտատորն է, ինքը մնում է դա անում։ Դժգոհ ես ապերզից։ Չէ, ես առաջարկս էսա, ես սցենար չունեմ, իմ առաջարկը էսա, որ այդ օրը ոնց որ որոշողների ու որոշվողների է բաժանվել։ Որտեւ հա իրանք որոշական խոսք իրանք պիտակավորներ են անում, լավագույն ձևն է, որ մենք լիքը տենց հայտնի մարդկանց հետ ենք համոզում գալիս ինֆորմացիաներ կան։ Իհարկե դեմ չի։ Երկու տեղով եք տարվում ունենում։ Մեր լայվին խփում ես։ Մենք արդեն նկարողին նկարող ունենք։ Կիսեմ, հա։ Ուրն կալվել եմ դեմ եմ բոլորին, թե բոլորին դեմ եմ երևի։ Այստեղ ճիշտ ասած բաները նկարվում ենք, էպիզոդի մեջ էլ ենք նկարվում ու ես ինքս որ նայում եմ, իմ մոտ մի քիչ տպավորություն կար, որ կարող եմ մի քիչ տենց բան արած է եւ այլն, բայց ոնց հասկանում եմ, տենց չկատարվում է, հենց ներքին կուղջան ցուցադրում եք, հա, ստեղ հենց։ Որ ազնիվ ասեմ, 5-րդ օրը որ հասկացա, լավ, էդի մի նկարեք խոսանքից մեկը ելք չկա, եթեր է գնում, ես ինքս իմ մեջ եկան եմ որոշման, որ խոսալ այնպիսի բաներ, այն ինչ նորմալ է գնա եթեր։ Սամվել մի հատ բան հարցնեմ, էլի, այս վրի փումփուլիկի կայֆը ո՞րն է։ Որ քամի բան է լինում, չի խզացնում, ոչ ընդհանուր փապկացնում է դրա համար ես փումփուլիկով եմ անում։ Դու գիտեք քուլ է, չէ՞ զուտ։ Չէ, ես պրոբաշում բան չգիտեի, հա։ Իրական քամում համար է։ Ապա որ հիմա պատվիրել ես իմ համար փումփուլիկով, հա։ Քաղաքական համակարգից այս կար շանքն է դուրս գալու։ Այդ դրանով ենք պայքարում։ Մեր շարժման անդամներին, այս համակարգի խաղաղականներից զզված մեր բոլոր քաղաքացիներին, 100,000-ավոր մեր քաղաքացիներին միանալ մեր շարժմանը, ինչու՞ չէ սիմվոլիկ նաև ինչ-որ փոքր սառույց կոտրելով, վիդեո անելով միանալ նաև այս ակցիային շատ երկար։ Եվ Andrei che siamo բանը շատ հետաքրքիր է, որ ես տեսա էպիզոդը ձևով շարժումը քանդվում է, որ պայտակ լուրջ եմ ունեցի էլի, այդպես իհարկե հասկանալի է որ կա չէ, այդպես ինչ-որ բաներ եւ այլն։ Սցենարի հեղինակի տան։ Հա, իմ ասածն ինչ է, օրինակ հիմա գիտեք, որ նայում ես այն բաներին, շարժումներին, չգիտեմ, կուսակցություններ, ովքեր հստակ լիդեր ունեն այնտեղ, ավելի հեշտ է գործընթացներ առաջվում, որտեղ կա լիդեր, ով որոշումը կայացնում է, ասենք օրինակ հիմա ձեր համար դուք չեք մտածում, որ ինչ-որ ձևով փոխեք այդ սիստեմը, որ կարողանաք արամը կարողանաք։ Դու լավ հասա, որնաս քեզ հարմար։ Օրինակի համար
գործընթացների ինչ-որ ձևով արագացնելու համար, որտեղ այսօր ես ակնհայտ եղա, որ կա այդ գործընթացների ինչ-որ դանդաղում, չգիտեմ, պատասխանատվության խնդիր առաջանում եւ այլն, ինչ կարծում բնական է, եթե ապակենտրոնա շարժումը ու այդ մասերը մոնտաժ էինք անելու, չգցեինք, Ասում էր վաղը թողա, չէ։ Ես ասում եի ախր, ես գալու ես հենց սաղ տանի հանրային անի։ Իրական լայվ վիդեո եք ուզում, դե տեսեք։ Այմա ինսայթները տեսեք։ Սամվելի ընկերն ինչպես իրանք իմ մասերը հագցում էին, իրենց մասերը ջնջում էին, Սամվելին հրավիրել էին։ Բայց ես չեմ ասել, որ շարժումը քանդում, այլ դուք եք ասել։ Հիմա ես հարցնում եմ, ընդդեղից, բայց ընդհանուր առմամբ եթե լուրջ խոսանք, ես ընդհանուր այդ էպիզոդներից զգում էի, որ կա այդ ինչ-որ մի քիչ քաոտիկ բաները, ոնց եք պատրաստում այդ խնդիրը լուծեք, որովհետև ոնց տեսնում ենք 89 օր ամնում մինչև ընտրություններ։ Այդ application-ը սկզբնական միտքը հետևյալն էր, որ այդ application-ի մեջ լինեն առաջադրանքներ, մարդիկ կատարեն առաջադրանքներ, ստանան մրցանակներ, բայց մրցանակները միավորներ է, էլի, այսինքն application-ի մեջ ոչ մի բան։ Միավոր է, ընդհանրապես միավոր է։ Խաղի նման ինտերակտիվ։ Խաղի նման դու leaderboard-ում տենալու ես, որ մեկը 500 ունի, դու 200 ունես, փորձելու ես ավելի շատ անել։ Սկզբնական միտքը էս է, բայց դրա վրա մենք մի հատ էլ քայլ ավելացրեցինք հետևյալը, որ շարժման անդամները լոգին լինեն ու իրանք մասնակցեն քվեարկություններին։ Պատկերացրու մենք տարբեր տեսակի որոշումներ ունենք կայացնել, չէ՞, օրինակ համար այդ սերիալի անունը որոշել են, որ շտաբ է։ Հիմա եթե այս application-ը լիներ ու մեր 800 անդամները այդտեղ լիներ, այդ մեր բոլոր տարբերակները կուղարկեինք 800 անդամներին, իրանք կքվեարկեին ու տես որոշում կկայացնեն։ Այսինքն այս application-ը մեծ հաշվով դառնալու է բոլորին դեմ անդամի պորտալը, որտեղ որ ինքը կարողանալու է կատարի առաջադրանքներ, մասնակցի որոշումներին ու հետագայում մեր հաջորդ մեծ պրոյեկտը լինելու այն, ասել որպես իր սայթ էլի, մեր ԱԺ-ցուցակի կազմումը, որը մենք անելու ենք լրիվ բաց ֆորմատով, ու այդտեղ մարդիկ կարողանալու են առաջադրվեն որպես ԱԺ-ցուցակի տեխնատու։ Այսինքն չերես հենց այդ Չերես հենց այդ application-ի կարողանալու են առաջադրվեն, ինչպես նաև կարողանալու են առաջադրվեն որպես ընտրող։ Այսինքն ձեր վարչապետի տեխնատուին ընտրող։ Համ վարչապետի տեխնատուին, համ ցուցակին, դա առանձին բաներ է, էլի մեր մոտ S-File-ում։ Մտածենք այդ մեր ֆորմատիկ ձևով էլի անենք։ Այսպես նա բանանենք սուպլեքս ասում։ Դի նորինտաս, բան է մեր մշամարիկների վրա, հա։ Բանացավ է։ Դեմ ցավոք սրտի։ Չէ, հանգիստ բան է։ Սուպլեքսը ավելի լավ է։